Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր այդ կենթանենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իր ճշմարտությունները մեր փրկության համար, թող Աստված օրհնի, որպեսզի Սուրբ Հոգով ուսումնասիրենք այս ամենը եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ինչպես գիտենք, այս երկրորդ երամսյակ այս տարվա մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է աճել Աստծո հետ հարաբերություններում եւ արդեն երկրորդ դասն է, որը կոչվում է ճանաչել Աստծուն։ Մարդկանց մոտ էլ այդպես, որպեսզի հարաբերություններ ստեղծվեն, առաջինը պետք է ծանոթանան, երկրորդը պետք է զարգացնեն եւ աճեն այդ հարաբերությունների մեջ, որպեսզի իրար ճանաչեն։ Նույն ձև Աստծո հետ է աշխատում։ Հիշելու համար է Հովհաննես 17:3, այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, իբրև միակ ճշմարիտ Աստծու, եւ նրան, որին ուղարկել ես, Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն հավիտենական կյանքը կայանում է նրանում, որպեսզի մենք ճանաչենք մեզ ստեղծող եւ փրկագնող Աստծուն։ Աստծո բնավորության վերաբերյալ հստակ պատկերացում ունենալը էական է նրա հետ ամուր հարաբերություններ ունենալու համար։ Ահա թե ինչու այսօր մենք ուշադիր կքննարկենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն Աստծո բնավորության մասին մտքում պահելով հետևյալ խոսքերը, որը գրել է Էլենա Ուայթը Քրիստոսի առակները գրքում։ Աստծո վերաբերյալ սխալ պատկերացումների խավարն է, որ պարուրում է աշխարհը։ Մարդիկ կորցնում են նրա բնավորության ճանաչողությունը։ Այն սխալ է հասկացվել եւ սխալ մեկնաբանվել։ Այս ժամանակ Աստծուց մի լուր պետք է հռչակվի, լուր, որն իր ազդեցությամբ լուսավորում է եւ իր զորությամբ փրկարար է։ Նրա բնավորությունը պետք է հայտնի դառնա։ Աշխարհի խավարի մեջ պետք է հեղվի նրա փառքի լույսը, նրա բարության, ողորմության ու ճշմարտության լույսը։ Աշխարհին տրվող ողորմության վերջին լուրը նրա սիրո բնավորության բացահայտումն է։ Թերևս անհնար է պատշաճ ու բավարար կերպով նկարագրել Աստծուն, ուստի մենք կարող ենք միայն մատնացույց անել, թե ինչ է ասում Աստվածաշունչը նրա մասին, թեև մենք երբևէ, հատկապես հիմա, ամեն ինչ չենք իմանա Աստծո հրաշալի բնավորության մասին, եկեք աղոթենք, որ նրա մասին ավելին իմանալուն զուգընթաց մեր հասկացողությունն ու սերը նրա հանդեպ խորանան, որպեսզի վերջո ցանկանանք ավելի մոտենալ նրան, որպեսզի կարողանանք արտացոլել նրա սերն ու բնավորությունը ուրիշների հետ մեր հարաբերություններում։ Սա է եղել Աստծո նպատակ, երբ որ ստեղծել է մեզ, այսինքն արտացոլել իրեն։ Աստված ստեղծել է մեզ իր կերպարով, իր պատկերով եւ ուզում է, որ մենք արտացոլենք իր սերը մեր եւ իր եւ ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում։ Աստվածաշունչը տալիս է Աստծո ամենաճշմարիտ, ամենապարզ եւ ամենահամապատասխան պատկերը։ Կան այլ գրքեր, որոնք հավաքում են սուրբ լինել, ինչպես Ղուրանը, ինչպես Բխագավատ Գիտան, բայց դրանք շատ հեռու են ճշմարիտ Աստծո մասին ճշմարիտ պատկերը տալուց։ Եվ ուրեմն ամենաճշմարիտ, ամենապարզ եւ ամենահամապատասխան պատկերը տալիս է Աստվածաշունչը եւ միայն Աստվածաշունչը։ Ամբողջ Աստվածաշունչը ձգտում է հեռացնել մեր տեսանելի աշխարհի ու անտեսանելի միջև գտնվող անթափանց վարակույրը, ցույց տալ, թե որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում։ Եվ ի վերջո ցույց տալ, թե ով է կառավարում ամեն ինչ եւ ինչպիսին է նա։ Ծննդոցից մինչև հայտնություն մենք կարդում ենք միակ ճշմարիտ Աստծո մասին, ով իրեն հայտնում է Աստվածաշնչի եւ Հիսուս Քրիստոսի մարմնացած Աստծո միջոցով։ Մենք կարող ենք կարդալ Աստծո ամենազորության, ամենագիտության, նրա արդարադատության, նրա ողորմության, նրա սիրառատ բարության եւ մեր հանդեպ ունեցած համբերության մասին։ Իմաստության, շնորհի, նրա ներման, մեր կյանքի համար նրա կամքի, մահին հաղթելու զորության, նրա թագավորության, նրա հավերժական բնույթի
եւ շատ այլ հատկանիշների մասին, որոնք մեզ առատ պատճառներ են տալիս նրան սիրելու եւ նրա հետ մշտական խոր հարաբերություններ ունենալու համար։ Որքան շատ իմանանք Աստծուն, նրա բնույթի մասին, Աստծո նրա բնույթի մասին, այնքան ավելի կսիրենք նրան եւ կցանկանանք մտերիմ ու մշտական հարաբերություններ նրա հետ։ Այս է ուզում ճշմարիտ Աստված, ոչ թե հեթանոս աստվածների պես, որ սիրո մասին ընդհանրապես խոսք չկա։ Ես ուժեղ եմ, դուք թույլ եք, դուք ինձ պիտի զոհ մատուցեք, որ ես բարյացակամ ձեզ վերաբերվեմ, սա է հեթանոս աստվածների իմաստը, բնույթը, որոնց հետևում կանգնած է սատանան, որտեղ չկա դրանք, չկա ուրիշ այլ աստված, բացի ճշմարիտ Աստծուց։ Ուղղակի սատանան հորինել է դրանց, դրել է մտքերի մեջ այդ աստվածները, որոնք պաշտում են արև, լուսին, չգիտեմ, ինչ ասես պաշտում են, որոնք Աստծո ստեղծագործությունն են միայն։ Եվ դրանց հետևում ինքն է կանգնած, Վահաղը եւ այլ աստվածները, որոնք հեթանոսները պաշտում են։ Ուրեմն նման հարաբերություններ գոյություն չի, որտեղ սատանան ընդհանրապես հեռացել է սիրուց, նա ամբողջ ատելությամբ է լցված, բռնությամբ է լցված եւ հենց նույնն էլ նա ցույց է տալիս այդ հեթանոս չաստվածների միջոցով։ Առաջին Նարուսյակն էր, որ կասկածի տակ դրեց Աստծո բնավորությունը։ Նրա կասկածները թե ով է Աստված եւ ինչպիսին է նա է վերջո հանգեցրին մեր տիեզերքի պատմության մեջ ամենամեծ ճակատամարտին։ Այդ ժամանակից ի վեր սատանայի մշտական ջանքն է մարդկանց մտքերն այնպիսի բաներով զբաղեցնել, որ խոչընդոտի Աստծո վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելուն։ Սա գրել է Էլեն Ուայթը վկայությունների եկեղեցու համար հատոր 8։ Սատանային չի հետաքրում, թե մենք ինչ պատկերացում ունենք Աստծո մասին։ Պանթեիզմ, աթեիզմ, դեիզմ եւ այլն, միայն թե այն ճշմարիտ չլինի։ Կարդանք Ծննդոց 3-րդ գլխի 1-5 համարները։ Օձը երկրի վրա Աստծո ստեղծած բոլոր գազաներից ավելի խորամանկ էր։ Օձ ասաց կնոջ ինչու Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել։ Կինն ասաց օձին դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. դրանից չուտեք եւ չմոտենաք, որպեսզի չմեռնեք։ Օձն ասաց կնոջը. չեք մահանա, որտեւ Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը եւ դուք կլինեք աստվածների նման, կիմանաք բարին ու չարը։ Հետաքրքիր է, որ սատանան չի ասում կլինեք Աստծո նման, արդար եւ բարի եւ սիրով լցված։ Ինքը ասում է կլինեք Աստծո նման, չարին ու բարը գիտած, բարին ու չարը իմացող։ Ուրեմն սատանան այստեղ խառնեց սուտը ճշմարիտի հետ։ Սուտը որն էր, որ ինքը ասեց չեք մեռնի։ Իրականում մեղքի վարձքը մահն է։ Ուղղակի Աստված հենց առաջին օրից ողորմություն ցույց տվեց մեղավոր մարդկանց եւ փոխարեն իրենց ոչնչացնելու խոստում տվեց, որ իր որդուն է ուղարկելու, որ իրանց փոխարեն ոչնչացնի, որ իրանց փոխարեն մեռնի երկրորդ մահով, որպեսզի իրենք հնարավորություն ունենան հավիտենական կյանքը հետ ստանալ, որ ունեին այնտեղ։ Այսինքն իրենց մուտքը, իրենց աքսեսը կյանքի ծառի հանդեպ, որի պտուղները տալիս են անչափ էներգիա եւ դրա հաշվին է, որ մարդը կարող է հավիտյան ապրել, այլ ոչ թե ինչ որ հավիտենական հոգի կա եւ այլն։ Սրա մասին մենք դեռ խոսենք։ Ուրեմն, բայց երկրորդ մասը, երբ որ ինքը ասեց Աստծոպես կդառնաք չարին ու բարը իմացող, այսինքն Աստված մարդկանց ստեղծել էր, որ միայն բարին իմանան։ Աստված չէր ուզում չարը իմանան։ Չարը ինչ է, մեղքը։ Ինչն է ծնում չարություն, չար, մեղքը։ Աստված չէր ուզում, որ մարդիկ իմանան, ինչպես յուրաքանչյուր ծնող ուզում է իր երեխայի համար անխոչնդոտ եւ
կանաչ ճանապարհ, այսինքն վատ բան չլինի մեր երեխեքի հետ, այլ միայն լավ բաներ։ Յուրաքանչյուր ծնող է սա ուզում, եւ նմանապես Աստված էր դա ուզում։ Մարդիկ մինչև մեղ գործելը միայն գիտեն, թե ինչ է լավը, ինչն է բարին, բայց մեղ գործելուց հետո նրանք ծանոթացան արդեն չարի հետ, որտեղ չարը մեղքի արդյունքն է։ Իսկ Եվան միամիտ լինելով, կարծես թե Աստված ինչ-որ բան է թաքցնում։ Այսինքն, սատանայի ուղերձը Եվային հետևյալն էր. Աստված գաղտնիքներ է պահում ձեզանից։ Աստված լավագույնը չի ցանկանում ձեզ համար։ Եվ դու չես կարող վստահել նրան։ Սա էր իր լուրը, իր մեսիջը Եվային։ Էլեն Ուայթը մանրամասնում է այս թեման, երբ ասում է Նահապետների և մարգարեների գրքում, մեծ պայքարի սկզբից ի վեր սատանայի նպատակն է եղել սխալ ներկայացնել Աստծո բնավորությունը եւ ապստամբություն հրահրել նրա օրենքի դեմ։ Հենց առաջին օրից սատանան սևացնում է Աստծուն։ Եվ ուրեմն Եվան խաբվեց, կարծես թե իրոք Աստված ինչ-որ մի լավ բան է թաքցում իրանց, ինչպես որ երեխաների, որ ասում ես չի կարելի, իրանք կարծում են, թե դա լավ բան է, բայց դու այնքան չարես, որ չես ուզում իրանք այդ լավ բանը ունենան կամ անեն։ Երբ որ անում են, այն ժամանակ են հասկանում, որ իրոք ծնողը ճիշտ էր։ Նույնը եղավ այս դեպքում։ Եվան այդ երեխեքի պես եղավ, որ չհավատաց։ Բայց Ադամի դրությունը տարբեր էր։ Ինքը գիտեր, որ մեղք է գործում եւ ինչ է դրա հետևում, բայց արեց, գիտակցաբար ինքը հետ քայլ արեց, ոչ թե անգիտակցաբար եւ այդպես։ Դրա համար Աստվածաշունչը ասում է, որ մեղքը մտավ աշխարհ, չի ասում Եվայի միջոցով։ Ասում է մեղքը մտավ աշխարհ Ադամի միջոցով, որտեղ պատասխան տուն Ադամն էր եւ ինքը գիտեր ինչ քայլ է անում եւ ինչ է լինելու այդ քայլի հետևում։ Եվան չէր հասկանում։ Եվ այնուամենայնիվ արեց այդ քայլը, բայց նույն Աստվածաշունչը փառք Աստծո մեզ հույս է տալիս, որ ուրիշ նոր Ադամ, այսինքն Հիսուս Քրիստոսը մեզ փրկում է այդ մեղավոր վիճակից։ Սրբություն այն բառը չէ, որը մարդիկ շատ հաճախ են օգտագործում իրենց առօրյա խոսքում, թերևս այն պատճառով, որ մեր շուրջը շատ քիչ սուրբ բաներ կան։ Շաբաթը ժամանակի մեջ սուրբ օր է, եւ Աստված ինքն էլ իհարկե սուրբ է, բայց մեր առօրյա կյանքում սրբությունը գրեթե բացակայում է։ Եթե ուսումնասիրեք Աստծո բնավորության հետ առավել հաճախ զուգացվող հատկանիշները, կհայտնաբերեք, որ սրբությունը Աստծո էության կենտրոնում է։ Դա այն է, ինչից բխում են բոլոր մյուս հատկանիշները, բայց ինչ է դա նշանակում։ Նայեք, հետանոց, այսպես կոչված հետանոց չաստվածներ անք սուրբ չէին, երբ որ ծիսակատարություններ էին անում այդ չաստվածների շուրջը, խայտառակ անբարոյական ծիսակատարություններ էին անում, եւ հեթանոսության մեջ գոյություն չունի բարոյականություն, ճշմարտություն կամ արդարություն, եզրույթները դրան գոյություն չունեն։ Դու ուղղակի ապրում ես, որպեսզի գոհացնես այդ Աստծուն, նրան զոհաբերելով քո երեխային կամ չգիտեմ ինչ որ մի բան։ Այսինքն սա սարսափելի է, եւ ես չես կարող հասկանալ ինչու են մարդիկ ընտրում դա փոխարեն ընտրելու սիրող Աստծուն, ճշմարիտ Աստծուն։ Եթե ուրեմն Աստծո էության կենտրոնում գտնում է սրբությունը, դա այն է, ինչից բխում են բոլոր մյուս հատկանիշները։ Բայց ինչ է սա նշանակում։ Կարդանք Եսայի 57:15 Այսպես է ասում Վարդյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում Սուրբը սրբերի մեջ։ Նրա անունը Վարդյալ է,
եւ նա սրբերի մեջ է մնում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին եւ կյանք նրանց, որոնք սրտամաշ են եղել։ Կարդանք նաեւ Եզեկիել 38:23-ը։ Այսպես եմ ես ցույց տալու իմ մեծությունը, սրբանալու եմ փառավորվելու ու ճանաչվելու ազգերի մեջ, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Երբ Աստվածաշունչն Աստծուն նկարագրում է որպես սրբության մարմնացում, դա նշանակում է, որ նա բացարձակապես անմասն ու լիովին առանձնացված է չարից ու մեղքից։ Աստված 100%-ով բարի է սկզբից մինչև վերջ։ Այս իմաստով Աստծո սրբությունը նրա մյուս բոլոր հատկությունների հիմքն է։ Օրինակ, Աստծո սերը մաքուր, սուրբ սեր է։ Սեր, որը կատարելապես զուրկ է ամենայն եսասիրությունից ու ինքնահավանությունից։ Նրա ամենագիտությունը, ամեն ինչ իմանալը սուրբ ամենագիտություն է, ինչը նշանակում է, որ այն զուրկ է չար մտադրություններից։ Աստված երբեք չար մտադրություններ չունի։ Կվստահեիք ամենագետ Աստծուն, եթե նա սուրբ չլիներ։ Ընդհակառակը, մենք կվախենայինք նրանից, եւ դա տրամաբանական կլիներ։ Եվ դա է տեղի ունենում հենց հեթանոսության մեջ։ Մարդիկ չեն սիրում իրենց Աստծուն, հեթանոս Աստծուն, եւ Աստվածաչիել պահանջում, նրանք ուղղակի վախենում են այդ Աստծուն։ Եվ վերջ, որ մի բանը սխալ չանեմ, կտա գլխիս, կսպանի, չգիտեմ ինչ կանի։ Եվ պետք է նրան անդադար ինչ-որ բան հրամցնել, ինչ-որ բան խոստանալ տալ, որ ինքը հանգիստ թողի, չարություն, վատություն չանի։ Սա է հեթանոսության հիմքը։ Բայց ճշմարիտ աստվածապաշտության հիմքը բոլորովին այլ է։ Նորից ասենք, որ ճշմարիտ Աստվածը ինքն է իր որդուն զոհաբերում, որպեսզի մեր սիրտը փափկացնի, որպեսզի մենք փրկվենք, մեզ փրկելու համար է դա անում։ Աստծո ամենակարողությունը սուրբ ամենակարողություն է։ Պատկերացրեք ամենակարող, բայց ոչ սուրբ Աստված, նա կլիներ հզոր, չար, բռնակալ։ Հենց Աստծո սրբությունն է տուլ տալիս եւ հնարավոր դարձնում իսկապես սիրել նրան, քանի որ նա բարի է սկզբից մինչև վերջ։ Գիտեք, շատ մարդիկ, որ շատ փող ունեն ու իշխանություն ունեն, եւ շատ մարդիկ դրա համար վախենում են իրանցից, եւ իրանցից գոհման են գալի, որ ինձանից վախենում են, բայց իրականում եթե մարդը նորմալ լինի, ինքը կուզենա ոչ թե իրանից վախենան, այլ որ ինքը սիրի եւ սիրվի, սա է իմաստը մարդու գոյության։ Եվ սիրել կարելի է միայն բարության միջոցով, բարության համար։ Ոչ ոք չի կարող սիրել չար մարդու, բացի Աստծուց իհարկե։ Աստված ուզում է, խղճում է չար մարդկանց եւ ուզում է իրենց փրկել այդ վիճակից։ Աստված սիրում է մարդուն, բայց չի սիրում իրենց չարությունը, իրենց մեղքը։ Դրա համար սրբությունը թերևս ամենակարևոր հատկանիշն է, որը պետք է ճիշտ ընկալենք Աստծո բնավորության վերաբերյալ։ Ցավոք, միաժամանակ ամենաչհասկացված հատկություններից մեկը։ Մտածեք Աստվածաշունչի այնպիսի հերոսների մասին, որ հայտնվել են Աստծո անմիջական ներկայության մեջ, ինչպես են Մովսեսը, Եսային, Եզեկիելը, Դանիելն ու Հովհաննեսը, որն էր նրանց առաջին արձագանքը։ Նրանք հանեցին իրենց կոշիկները, թաքցրին դեմքերը կամ մեռածի պես գետնին ընկան։ Ինչու՞։ Մենք, որ մեղավոր ու անսուրբ ենք, չենք կարող դիմանալ Աստծո ներկայության լույսին։ Ցանկացած մարդ, որ նայում է Աստծո դեմքին, չի ապրի։ Այդ նույն ձևով, երբ Էլեն Ուայթը հայտնվում էր տեսիլքի մեջ, հաճախ էր աղաղակում. «Սուրբ, սուրբ, սուրբ», քանի որ այդ միակ բառն էր ամենից հստակ արտահայտում այն, ինչ նա տեսնում էր։ Եվ իհարկե 4 կենդանիակները գիշերուզոր չեն դադարում կրկնել Հայտնություն 4:8. Սուրբ, 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 ամենակալ Տեր Աստված, որ էր եւ որ է եւ որ գալու է։ Սերը թերևս առավել հաճախ օգտագործվող բառն է, որով քրիստոնյաները նկարագրում են Աստծո բնավորությունը։
Հովանես 4:8, առաջին Հովանես 4:8 ասում է. Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Եվ սա Աստծո ինքնության վերաբերյալ հայտարարություն է, որտեղ ասվում է, որ Աստված սեր է։ Հովանեսը չի ասել Աստված սիրող է, այլ Աստված սեր է։ Սերը նրա բնավորությունն է, նրա բուն էությունը։ Շատ մարդկանց համար Աստծո պատկերը ձևավորվում է սիրո մարդկային սահմանումից, որը միշտ աղավաղված է ու անկատար եւ շատ հեռու է Աստծո սիրուց։ Սակայն դրա փոխարեն սիրո մեջ մեր սահմանումը պետք է ձևավորվի ըստ այն բանի, ինչ Աստված ինքն իր մասին հայտնել է իր ներշնչված խոսքում։ Կարդանք առաջին Հովանես 4-րդ գլխի առաջին համարից. Սիրելիներ, մի հավատացեք ամեն մի հոգ, այլ փորձեցեք հոգիները։ Կներեք առաջին Հովանես 4:7-19 համարները։ Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է եւ ամեն ոք, ով սիրում է Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն, իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Եվ սրանում երևաց Աստծո սերը մեր հանդեպ այն, որ Աստված իր միածին որդին աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Սրանում է սերը, մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ եւ նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Այսինքն մենք կարող ենք տեսնել Աստծուն մեր մեջ բնակվող սիրո միջոցով, իրար հանդեպ սիրո միջոցով։ Սրանով գիտենք, թե մենք նրա մեջ ենք բնակված եւ նա էլ մեր մեջ, այն որ նա իր հոգուց տվեց մեզ, եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր որդուն աշխարհի փրկիչ լինելու։ Նա, ով խոստովանի, թե Հիսուսն է Աստծո որդին, Աստված բնակվում է նրա մեջ եւ նա Աստծո մեջ, եւ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծո սերը, որ նա ունի մեր հանդեպ։ Աստված սեր է եւ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ եւ Աստված բնակվում է նրա մեջ։ Աստծո հանդեպ եթե սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն վստահություն կունենանք դատաստանեորը նրա դիմաց կանելու, որովհետեւ ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ երկյուղ չկա։ Եվ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղ, այսքան վախը, ստրկական վախը, նեգատիվ վախը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, եւ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ, ով որ վախենում է։ Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա սիրեց մեզ, որովհետև սերը այդպես է։ Եթե դու ուզում ես դիմացի մարդը սիրի քեզ, դու չես կարող նրան ստիպել։ Դու միայն նրան սիրելով կարող ես սեր առաջացնել նրա մեջ քո հանդեպ, բայց երբ որ դու իր հանդեպ վատ ես վերաբերվում, սեր չի առաջանա դրանից, երբեք, որտև դա բումերանգի պես է, միայն սերն է արթնացնում սեր, արհամարանքը, ատելությունը, մեծամտությունը, գոռոզությունը երբեք չի կարող սեր առաջացնել մյուսի մեջ։ Աստծո սերը կատարյալ է, ազատ եւ մեծապես հարաբերական, ինչպես բացահայտված է Հովհաննեսում մնացեք կոչի կրկնվող հրավերում, քանի որ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ, Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Աստված սեր է եւ նա մեզ ստեղծել է իր պատկերով։ Ծննդոց 1:27 դա է ասում։ Կարդանք Ծննդոց 1:27։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եկ ստեղծեց նրանց։ Այսինքն, քանի որ Աստված սեր է եւ իր պատկերով ստեղծեց մարդուն, ինչի համար է ստեղծել մարդուն սիրելու եւ սիրվելու համար։
Որտեղ կա ատելություն, բռնություն, այնտեղ չկա Աստված։ Ուրեմն սիրելու եւ սեր փափագելու համար այսպես Աստված ինքն էլ այդպեսին է։ Նա սիրող է եւ փափագում է սեր, պատասխան սեր իր հանդեպ։ Ուրեմն բնագրում սիրո հիմնական բառերից մեկը հեսեդն է։ Սա նկարագրում է Աստծո ուխտի գործնական սերը մարդկության հանդեպ, ներառելով հավատարմություն, պաշտպանողականություն, հաստատակամություն եւ քնքշություն։ Այսինքն սա է սիրո արտահայտությունները։ Եթե դու մարդուն ասում ես սիրում ես, բայց հավատարիմ չես պաշտպանում նրան, հաստատակամ չես այդ սիրո մեջ, շարունակական եւ քնքուշ ես նրա հանդեպ, նշանակում է դու ստում ես, որ ասում ես սիրում եմ։ Եթե մարդուն սիրում ես, դա ներ է առնում հավատարմություն, պաշտպանողականություն, հաստատակամություն եւ քնքշություն։ Հին լեզուները տարբեր աններ են օգտագործում Աստծուն դիմելու համար, աններ, որոնք իմաստային լույս են սփռում Աստծո գեղեցիկ բնավորության տարբեր կողմերի վրա, ընդամենը երկու օրինակ՝ Ադոնայ։ Տերն ամենայնի եւ ամենակալ, որ թագավորում է հավիտյան, որ վկայակոչում է ուխտը։ Կարդանք Մաղաքիա 1:6, այստեղ Ադոնայ բառն է օգտագործում։ Որդին փառավորում է հորը եւ ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես հայր եմ, ուր է իմ փառքը, իսկ եթե տեր եմ, ուր է իմ պատիվը, ասում է ամենակալ Տերը։ Դուք քահանաներ անարգում եք իմ անունը եւ ասում. ինչով անարգեցին քո անունը։ Սա ասված է ասում շեղված, այսինքն մեղավոր քահանաներին։ Եվ նաև կոչում են Եհովա հիրե, Տերը կապահովի։ Ի վերջո Աստծո սիրո մեծագույն դրսևորումը բացահայտվում է իր որդու պարգևով, որ տվեց այս երկրին, ով մահացավ մեղավորների համար։ Աստված կարող էր մարդկությունը զրկել այս պարգևից, բայց իր մեծահոգի անձնուրաց սիրո պատճառով երկիր ուղարկեց Հիսուսին, որպեսզի մենք կարողանանք ազատ կամքով պատասխանել իր սիրուն, որ բացահայտվեց նրա փոխարինող մահով։ Տեսեք, ասում Աստված կարող էր մարդկությունը զրկել այս պարգևից, բայց նա չէր զրկի։ Գիտեք ինչի։ Եթե զրկեր, սատանան ճիշտ դուրս կգար, որտեղ սատանան ուզում է ապացուցել, որ Աստված սեր չէ, որ Աստված բռնակալ է, որ Աստված վատն է։ Եվ եթե Աստված չաներ այդ քայլը, նշանակում է սատանան ճիշտ էր։ Եվ դրա համար հնարավոր չէր սիրող Աստծո համար ուղղակի շուռ գալ եւ դաժանորեն վերացնել մարդկային ցեղը։ Ոչ, նա հնարավորություն տվեց, նա ոչ թե ասեց լավ եք անում, որ մեղանչեցիք, ոչ։ Մարդը մեղանչելով ինքն իր աննեղություն անում եւ այսպիսի դժբախտություններ լցնում կյանքը։ Ինքը նորից հնարություն տվեց մարդուն, որ մարդը կյանք ունենա, այս ժամանակավոր կյանքը եւ ապաշխարի եւ ընդունի Աստծուն, ճանաչի Աստծուն, որպեսզի հնարավորություն ունենա այն ժամանակ, երբ որ Աստված վերականելու է հավիտենական կյանքը, այն ժամանակ ինքը Աստծո հետ հավիտյան ապրի եւ վայելի աստվածային բարիքները։ Հիսուսը ոչ միայն կամրջեց, ուրեմն Հիսուսը փոխարինող մահով մեռավ։ Նա կամրջեց այն բաժանումը, որ մեղքը ստեղծել էր մեր եւ Աստծո միջև, եւ նաեւ ապրեց մեզ ցույց տալու համար Աստծո սիրո կատարյալ բնավորությունը։ Հովհաննես 14:9 Հիսուս նրան ասաց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ Փիլիպոս եւ ինձ չճանաչեցիր, ով ինձ տեսավ հորը, իսկ դու ինչպես ես ասում, թե հորը մեզ ցույց տուր։ Այսքան Հիսուսը Աստծո պատկերն է։ Եվ
նա ցույց է տալի Աստծո սիրող կատարյալ բնավորությունը, եւ Հովհաննես 12:32-ում ասում է, որ երբ որ ես բարձրանամ 12:32 եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ, այսինքն երբ որ խաչվեմ եւ մեռնեմ։ Իր զոհաբերությամբ Հիսուսը ձգում է մարդկանց դեպի Աստված, որտեղ ապացուցում է, որ Աստված սեր է։ Դուք հավանաբար անգիր գիտեք Աստվածաշնչի առաջին խոսքերը, սկզբում Աստված։ Բնագրում այդտեղ գրված է Էլոհիմ։ Այն նկարագրում է ամենակարող, ամենազոր Արարչին, կապված ամբողջ արարչագործության հետ, ամենագոհ Աստծո, որը մեր հասկացողությունից դուրս է, բայց վերահսկում է ամեն ինչ։ Նա այնքան հզոր է, որ երբ խոսում է ինչ-որ բան, ստեղծվում է հենց միայն նրա ձայնից։ Աստված երբ որ ինչ-որ ստեղծեց, նա ասում է ասեց եւ ստեղծվեց։ Բայց հաջորդ գլխում Ծննդոց 2-ում հայտնվում է Աստծո մեկ այլ անուն՝ Յահվե։ Այս անունը կապված է Էլոհիմի հետ։ Յահվե Էլոհիմ, նույն ամենակարող, ամենազոր Աստվածը, սակայն Յահվե անունը միակ ճշմարիտ Աստծո ավելի անձնական անունն է, որը հաճախ օգտագործվում է ընդգծելու համար, որ Աստված ուխտի Աստվածն է, սիրառատ հարաբերությունների մեջ իր ստեղծած ժողովրդի հետ։ Ուրեմն Ծննդոց 2:7-ում ասում է. Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդը եղավ կենդանի էակ։ Ռուսերեն ասում է դուշո ժվոյ, այսքան դուշա ժվային չի նշանակում, կենդանի էակ։ Ոչ թե Աստված ինչ որ հավիտենական հավիտյան ապրող հոգի շնչեց, տվեց մարդուն, ոչ։ Ասում է, երբ որ շունչը փչեց, շունչը տվեց, այն ժամանակ կենդանի դարձավ մարդը։ Այսինքն, մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես է Աստված ծնկի իջնում ու իր սեփական ձեռքերով հողից ձևավորում առաջին մարդուն։ Ոչ թե խոսքով ստեղծեց մարդուն, ինչպես մնացած բաները, այլ հենց իր ձեռքերով ստեղծեց, կերտեց մարդուն։ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց եւ նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Տեսեք, ասում է, կենդանի հոգի եղավ։ Իսկ մեռած երբ որ շունչը չկա, դու չես կարող կենդանի հոգի լինել։ Սա այն Աստվածն է, որ մոտենում է այնքան մոտ, որ շունչ է փչում Ադամի քթանցքների մեջ կյանքի շունչը։ Այս անունը Յահվե ցույց է տալիս Աստծո ավելի մտերմիկ պատկերը, բայց Մովսեսը Աստվածաշնչի առաջին երկու գլուխներում օգտագործում է երկու անուններն էլ նկարագրելու Աստծո այս երկու բնութագրերը։ Եվ ինքը Հիսուսը, երբ որ ասեց ես եմ, որ նշանակում է հենց այս Յահվե բառը, օգտագործեց նաև սա, շեշտելով, որ ինքը մտերմիկ հարաբերություններ է ուզում հաստատել մարդկանց հետ։ Ոչ թե արքաների կամ պրեզիդենտների նման գնում են մի լավ տեղում, իրանց մի հատ պալատ են սարքում ու սովորական մարդկանցից հեռու արհամարելով այդ սովորական մարդկանց, վատություն անելով այդ սովորական մարդկանց եւ այդպես ապրում են չարություն անելով սովորական մարդկանց, ոչ, Աստված այդպեսին չէ։ Ինքը պալատների մեջ չապրեց, ինքը ամենա աղքատ մարդու ձևով ապրեց, որպեսզի հույս տա նաև այդ աղքատ մարդկանց։ Ապշեցուցիչ է, այստեղ մենք տեսնում ենք Աստծո ամենագոհ էությունը մեզ համար որպես Էլոհիմ եւ նրա ներկայությունը, նրա մտերմությունը մեզ հետ որպես Յահվե։ Ինչքան լավ է մեզ համար մտածել Աստծո բնավորության այս երկու կողմերի մասին, նրա ամբողջական վերահսկողություն ամեն ինչի նկատմամբ եւ նրա մոտիկությունը մեզ հետ։ Իսկն մենք վախենալու ոչինչ չունենք, Աստված վերահսկում է ամեն ինչ եւ Աստված մեզ մոտիկ է, մեր հետ է։ Ինչպես Պողոս Արիսպագոսում ասաց աթենացիներին, որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ։ Գործք Առաքելոց 17:27-28։
Կարևոր է, որ մենք շարունակենք որոնել Աստծուն հստակ հավասարակշռված պատկերը, Աստծո հստակ հավասարակշռված պատկերը հիմնված այն բանի վրա, ինչ Աստվածաշունչը պատմում է Աստծո բնավորության մասին, որպեսզի աճենք նրա հետ հարաբերություններում։ Սա է պատճառը, որ կարևոր է կարդալ Աստվածաշունչի բոլոր մասերը, այլ ոչ թե կենտրոնանալ միայն մեկ հատվածի վրա։ Իսկապես, որքան շատ իմանանք Աստծո բնավորության մասին, այնքան ավելի կսիրենք նրան։ Լավագույն պատասխան, ուրեմն, եթե ցանկանաք որևէ ոչ քրիստոնյայի հետ կիսվել Աստծո բնավորության աստվածաշնչյան նկարագրությամբ որ հատվածին կդիմեք։ Լավագույն պատասխանը իհարկե Հիսուսն է։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ոչ միայն արտացոլում է Աստծուն, այլև հայտնում է նրան։ Կան աստվածաշնչյան բազմաթիվ համարներ, որոնք պարզաբանում են սա, սակայն ամենաճշգրիտը Հովհաննես 14:9 է։ 14:9 համարն է, այստեղ Հիսուսն ասում է, ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ։ Աստծո մասին ավելի շատ իմանալու համար պետք է նայենք Հիսուսին, նրա խոսքերին, գործողություններին, վարվելակերպին եւ մարդկության հանդեպ նրա մեծ սիրուն, իդեմս մահվան ու հարության։ Այսքան մարդիկ չեն կարող ասել, մենք չենք կարող ճանաչել ճշմարիտ Աստծուն։ Ինքը Աստված եկավ, բնակվեց մեզ հետ եւ ցույց տվեց ինչպիսին է Աստված։ Դա Հիսուսն է, այդպիսին է Աստված։ Հոր սերն ու հոգատարությունն ամենահստակ կերպով արտահայտված է նրա որդու Հիսուսի մեջ։ Աստվածաշունչի գեղեցկությունն այն է, որ Աստված մեզ տվել է Հիսուսի կյանքի 4 հարուստ տեսանկյուն, որպեսզի ունենանք ամբողջական պատկերը նրա ով լինելու վերաբերյալ։ 4 ավետարանները ոչ թե հակասում են իրար, ինչպես շատ մարդիկ ուզում են ներկայացնել, որոշ մարդիկ, այլ հակառակը հավելում են իրար։ Մատթեոսի ավետարանում գրված Մատթեոսը հրեա էր եւ գրեց հրեաների համար այս ավետարանը եւ մեջ բերեց շատ մարգարեություններ, որ ցույց տա, որ սա այն Մեսիան է, որին դուք սպասում եք։ Մենք տեսնում ենք Հիսուսին որպես երկար սպասված օծյալ, ով կատարել է այն, ինչ խոստացվել է։ Մարկոսի ավետարանում մենք տեսնում ենք Հիսուսին, ով ապրում է ծառայության ու զոհաբերության եռանդուն կյանքով։ Նա միշտ մտածում էր ուրիշների մասին եւ միշտ արձագանքում էր Հոր կամքին։ Ղուկասի ավետարանում մենք կարող ենք կարդալ, թե ինչ էր զգում Հիսուսն իր կատարյալ մարդկայնությամբ ու կարեկցանքով եւ մարդասիրությամբ ու կարեկցանքով եւ կարող ենք կարդալ այս վկայությունն ու համոզված լինել, որ կարդացածը ճշմարիտ է։ Հովհաննեսի ավետարանում մենք տեսնում ենք մարմնացած Աստծո որդուն եւ հրավիրված ենք հավատալու, որ Հիսուսը նա է, ինչ ինքն է ասում իր մասին, որպեսզի մեր հոգեվոր կյանքը վերածնվի։ Թե բոլոր 4 ավետարաններն ուսումնասիրում են նույն դաշտը, նրանք չեն ներկայացնում երևույթները նույն ոճով։ Յուրաքանչյուր գրող ունի իր սեփական փորձառությունը, իր սեփական ոճը, եւ այս բազմազանությունը ընդլայնում ու խորացնում է այն գիտելիքը, որը դուրս է բերվում բավարարելու տարբեր մտքերի կարիքները։ Էլեն Ուայթ, Ձեռագիր 105-1900 թվական։ Մատթեոս 1:23 ասում է. ահագույսը պիտի հղանա եւ մի որդի պիտի ծնի եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Այսինքն, երբ որ մարդը մեղք գործեց, պատնեշ, խոչընդոտ աճեց Աստծո եւ մարդու միջեւ, բայց Հիսուսը ջարդեց, քանդեց այդ պատնեշը եւ հիմա ոչ մի արգելք չկա ճշմարիտ Աստծո հետ շփվելու։ Մենք ճշմարիտ Աստծո հետ շփվում ենք, մեր հարաբերությունները վերականգնում են ճշմարիտ Աստծո հետ Հիսուսի միջոցով։ Մենք այս հսկայական թեմայի Աստծո բնավորության մասին խոսել ենք միայն մակերեսորեն։ Աստված ավելի մեծ է եւ ավելի անհավանական, քան մենք կարող ենք պատկերացնել ողջ խորությամբ, եւ մենք ողջ հավերժության ընթացքում կշարունակենք ճանաչել նրան եւ իհարկե ճանաչելով նրան կփառաբանենք նրան։ Աստված իր ժողովրդին կոչ է անում, որ ներկայացնի իր բնավորությունը, բայց դա անելու համար նախ մենք ինքներս պետք է ճանաչենք նրան։ Ցավոք հրեազգը չկարողացավ դա անել։ Նա չճանաչեց եւ մինչեւ հիմա էլ չի ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Նա մարդկանց հեռացնում է Աստծուց, ճշմարիտ Աստծուց իր դաժան, իր խայտարակ դաժանությամբ
մարդկանց հանդեպ, իր չար ծրագրերով և խայտառակում են նորից Աստծո անունը։ Քրիստոնյաները չպետք է հետևեն նրանց օրինակին։ Քրիստոնյաները պետք է իրենց կյանքով սիրեն և փառավորեն Աստծո անունը։ Այսինքն սիրեն մարդկանց և փառավորեն Աստծո անունը։ Ուրեմն, որպեսզի մենք ճիշտ ներկայացնենք Աստծո բնավորությունը, նախ եւ առաջ մենք ինքներս պետք է ճանաչենք Աստծուն։ Շատ լավ։ Լավագույն ուղին նրան ավելի հստակ տեսնելու, չնայած մեր մեղավոր մարդկային աչքերին, որոնք շատ հաճախ են սխալ հասկանում նրա սուրբ ու կատարյալ ուղիները, Աստվածաշնչի նրա խոսքի ուսումնասիրությունն է։ Վերջում կարդանք վկայությունների եկեղեցու համար, Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար գրքից հատոր 5։ Ամբողջ հայրական սերը, որ սերնդեսերունդ իջել է մարդկային սրտերի ճանապարհներով բոլոր քնքշության աղբյուրները, որ բացվել են մարդկանց հոգիներում, ընդամենը փոքրիկ առվակներ են անսահման օվկիանոսի համեմատ, երբ խոսքն Աստծո անսահման անընդգրկելի սիրո մասին է։ Լեզուն չի կարող արտահայտել այն, գրիչը չի կարող պատկերել այն։ Դուք կարող եք խորհրդացել դրա մասին ձեր կյանքի յուրաքանչյուր օր, կարող եք ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրքերը այն հասկանալու համար, կարող եք Աստծո տված ամեն ուժ ու կարողություն գործադրել, որպեսզի ըմբռնեք երկնային Հոր սերն ու ողորմությունը։ Եվ այնուամենայնիվ դրանից այն կողմ անսահմանություն է։ Դուք կարող եք ուսումնասիրել, այսինքն սահման չկա Աստծո ճանաչելու, Աստծո սերը ճանաչելու։ Եվ երբ որ մենք ճանաչում ենք Աստծուն ճանաչելով, նրա սերը ճանաչելով է, որ մենք աճում ենք և ավելի ու ավելի ենք աճում։ Եվ նշանակում է, եթե Աստծո սիրուն սահման չկա, նշանակում է մեր աճմանն էլ չկա սահման։ Դուք կարող եք ուսումնասիրել այդ սերը դարեր շարունակ, բայց երբեք չեք կարող լիովին հասկանալ Աստծո սիրո երկարությունը, լայնությունը, խորությունը, բարձրությունը։ Մենք միայն կարող ենք զմայլվել ու ապշել այդ սիրո խորությունից ու բարձրությունից, որով նա զոհաբերեց իր որդուն, որպեսզի մահանա աշխարհի համար։ Հավիտենությունը ինքնին երբեք չի կարող լիովին հայտնել այն։ Սակայն, երբ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և խորհրդածում Քրիստոսի կյանքի ու փրկության ծրագրի շուրջ, այդ մեծ թեմաներն ավելի ու ավելի են բացվում մեր հասկացողությանը։ Եթե մենք մինչև հիմա չենք արել դա, եթե մենք մինչև հիմա չենք փորձել խոսել մեզ սիրող Աստծո հետ, որը կոչվում է աղոթք, եթե մինչև հիմա մենք չենք փորձել լսել մեզ սիրող Աստծո խոսքերը, որը գրված է Աստվածաշնչի մեջ, ապա այդ օրը այսօր է։ Վաղը մեզ չի պատկանում։ Եվ դուք կարող եք ստեղծել սկիզբ դնել հարաբերություններին սիրող Աստծո հետ։ Եվ կապ չունի, թե դուք ինչ վիճակում եք հիմա, ուղղակի այդ քայլը արեք։ Աստված սիրում է բոլորին։ Չի սիրում մեղքը, բայց սիրում է բոլորին և ուզում է փրկել յուրաքանչյուր մարդու։ Եվ ինքը գրկաբաց ասում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուրիս։ Յուրաքանչյուրը կարող է գալ իր ոտքերի մոտ և անել իր առաջին աղոթքը։ Եվ առաջին անգամ բացել Աստվածաշունչը և կարդալ այն։ Սուրբ հոգով կարդալ և զմայլվել այն խորը իմաստության և ճշմարտության ճշմարտություններով, որոնք ինքը կբացահայտի, որոնք կբացահայտեք այնտեղ Աստվածաշնչում։ Թող Աստված մեզ օրհնի դրա մեջ, որտեղ Աստվածաշունչը ասում է փրկության օրը այսօր է, մենք չգիտենք վաղը ինչ է լինելու մեզ հետ։ Մենք չգիտենք, մանավանդ այս խելահեղ աշխարհում, դուք տեսնում եք ինչ է կատարվում այս աշխարհում, սարսափելի բաներ են կատարվում։ Մենք համոզված չենք, մեր համոզվածությունը Աստծո մեջ է, բայց մենք չգիտենք, թե վաղը ինչ է սպասում մեր մեջ։ Դրա համար չպետք է հետաձգենք մեր փրկությունը, մեր փրկության օրը այսօր է։
անենք առաջին քայլը մեզ սիրող Աստծո հանդեպ եւ իրան սիրուն պատասխանենք սիրով։ Նա միայն դա է ուզում։ Ծնող ուզում է միայն մի բան, որ իր երեխան շփվի իր հետ, կիսվի իր հետ, իր դժվարությունների մասին ասի եւ ինքը ինչով կարողանա օգնել, նման ավելի սիրող ծնող, այսքան հայր մենք ունենք երկնքում։ Նա բոլորիս հայրն է եւ նա սպասում է մեզ, որպեսզի օգնի մեզ, եւ նա անսահման աղբյուրներ ունի մեզ օգնելու համար, թե օգնելու թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտավոր։ Թող Աստված օրհնի մեզ այս գործում Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։